Խնդրեմ։ Հարգելի պարոն նախարար, հարգելի ֆորումի մասնակիցներ, հյուրեր, ողջունում եմ բոլորիդ։ Մենք այսօր, ինչպես մեր հաղորդավարը արդեն տեղեկացրեց, հնարավորություն ունենք խաղաղության մասին հարցերի շուրջ զրուցելու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի հետ։ Ես կսկսեմ հարցերը, բայց ինչպես արդեն տեղեկացաք, հնարավորություն կլինի նաև դահլիճից հարցեր ուղղելու։ Պարոն Միրզոյան, այս ֆորումը, որ կոչվում է կառուցելով խաղաղություն եւ համագործակցություններ, կարելի է ասել, որ համընկնում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առնվազն այս փուլի խորագրի հետ, այսպես ասած։ Բայց խաղաղություն կառուցելը ոչ միայն ջանքեր է պահանջում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այլ նաև երկրի ներսում ներառականություն, համընդգրկուն ներառականություն է պահանջում։ Բայց դրա ճանապարհին որոշ խոչընդոտներ կապված են երաշխիքների շուրջ անորոշությունների հետ։ Հայաստանը ինչ երաշխիքներ ունի, որ խաղաղությունը, որ կառուցվում է երկուստեք, եթե ոչ հարատև, ապա առնվազն երկարատև ռազմավարական գործընթաց է լինելու, եւ երկրորդը այն խաղաղությունը, որ կառուցվում է, երկու կողմում էլ նույն որակի խաղաղությունը նկատի ունեն երկրները։ Բարև ձեզ, հուսով եմ բոլորը արդեն հասցրել են առավոտյան սուրճը խմել եւ պատրաստ են լուրջ քննարկման, բայց մինչեւ ձեր հարցին անդրադառնալ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ երկրորդ շնորհակալություն ինձ հրավիրելու համար, կարծում եմ, որ այսպիսի քննարկումները շատ պահանջված են, ես սովորաբար առիթ ունենում եմ այս թեմաներին նման ձևաչափերով անդրադառնալ հիմնականում Հայաստանից դուրս եւ նաեւ կարեւոր եմ համարում շատ այս խոսակցությունը Հայաստանի ներսում, թեև եւ վարչապետը եւ մյուս մեր գործընկերները շարունակաբար ունեն ուղիղ երկխոսություն քաղաքացիների փորձագիտական հանրույթի հետ։ Վերադառնալով ձեր հարցին, գիտեք, երևի խաղաղության գործընթացին վերաբերող առանցքային եւ ամենակննարկվող հարցերից մեկը բարձրացրեցիք երաշխիքները, որովհետեւ կհիշեք, մինչ խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակումը, մինչ Վաշինգտոնում ստորագրված դեկլարացիան, մինչ մյուս փաստաթղթերը, որոնք հաջողվել է օրինակ ադրբեջանական կողմի հետ համաձայնացնել, ստորագրել, վավերացնել, ինչպես օրինակ սահմանազատման գործընթացի դեպքում կանոնակարգը, որը ստորագրվեց, վավերացվեց, բոլոր փաստաթղթերի, բոլոր գործընթացների շուրջ կա մի հսկայական կոնսպիրոլոգիա, դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ հաճախ միտումնավոր, որոնք կարող են որոշակի հոգեբանական հիմք ունենալ երկրի ներսում, կարող են նաև որոշակիորեն ուղղորդված լինել այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, խաթարելու խաղաղության գործընթացը։ Եվ ահա յուրաքանչյուր այդպիսի փաստաթղթի, յուրաքանչյուր այդպիսի գործընթացի դեպքում, երբ գործընթացը հասնում է որևէ հանգրվանի, փաստաթղթի դեպքում եւ փաստաթուղթը ստորագրվում եւ հանրայնացվում է, բոլոր այդ դավադրաբանական վարկածները հոդս են ցնդում, բնականաբար, որտեղ մարդիկ կարող են ուղղակի կարդալ ինչ որ ստորագրված է եւ հրապարակված է, եւ վերջում մնում է մի հարց. լավ, չկա այս սպառնալիքը, լավ, չկա այն վարկածը, բայց ինչ երաշխիք, որ այս ամեն ինչը կգործի։ Ես դրա համար եմ ասում, որ սա ամենակարևոր առանցքային հարցերից մեկն է, որովհետև մյուս դեպքերում, եթե հնարավոր է ուղղակի հրապարակել, հանրայնացնել այն, ինչի շուրջ պայմանավորություն է ձեռք բերվել եւ վախերը կարող են հոդս ցնդել կամ փարատվել մտահոգությունները, երաշխիքի հարցը իսկապես առարկայական պահանջված է եւ առարկայական քննարկում է պահանջում։ Հիմա իմ խորին համոզմամբ կա մի հստակ երաշխիք, շատ հստակ երաշխիք, եւ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի, դա որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի ստորագրությունը չի, դա ամենևին, եթե անցյալին անդրադառնանք կամ քննարկվող վարկածներին, ամենևին զանազան խաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետեւյալն է.
Այն ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն ինչ համաձայնեցվել է եւ դեռ կհամաձայնացվի, մնացած ուղղություններով ձեռնտու է, շահավետ է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատեվություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, կանոնակարգին սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում, եւ մնացած բոլոր համաձայնություններին, որը վստահ եմ հնարավոր կլինի ձեռք բերել առաջիկայում։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու իմ պատկերացմամբ Ադրբեջանը խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարել այդ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած բոլոր երկրները եւս։ Այն հնարավորությունը, որը ստեղծվում է Հայաստանի համար, փոխկապակցվածությունը, վստահ եմ կանդրադառնանք հիմա ընթացքում նաեւ այդ հարցին, չգիտեմ, երկաթուղիներ, գազամուղեր, էլեկտրական հոսանքի գծեր եւ այլն, փոխկապակցվածություն, որը միայն Հայաստանին եւ Ադրբեջանին չի կապելու, չէ՞, բոլորս հասկանում ենք, կապելու է Եվրոպայից, Եվրոպական միությունից մինչեւ հեռավոր արևելք ընկած բոլոր երկրներին։ Սա է ուրեմն ձեր հարցի պատասխանը, փոխշահավետությունը։ Փոխգործակցությանն ու փոխկապակցվածությանը անդրադարձակ, դրա հետ կապված եւս մտահոգություն կա, կապված նրա հետ, որ շահեկան լինելուց զատ այդ փոխկապվածությունները կարող են նաեւ տնտեսական ու քաղաքական հավելյալ ճնշման գործիքներ տալ նոր ձևավորվող հարաբերություններում եւ դա կարող է անդրադառնալ Հայաստանի ինքնիշխանության վրա։ Ես կուզեի նաեւ այս հարցին անդրադառնանք՝ խաղաղություն եւ ինքնիշխանություն հարաբերությունները այս փուլում։ Ուրեմն իմ խորին համոզմամբ, ինչ որ հիմա կասեմ իմ հավատամքն է իսկապես, խաղաղությունը հիմա մի մասի համար սա կարող է տարօրինակ թվալ, մի մասի համար ճիշտ հակառակ է, այնքան բնական, որ զարմանան ինչ կա այստեղ որևէ առանձնակի գյուտ անելու։ Իմ խորին համոզմամբ խաղաղությունը ի թիվս բոլոր այլ դրական արդյունքների եւ հնարավորությունները, ինչպիսին են օրինակ, չգիտեմ, սովորական մարդկանց համար խաղաղ եւ անվտանգ ապրելը, իրանց երեխաների ապագան ծրագրելը, որևէ գործունեությամբ զբաղվելը, ամուսնանալը, հա, եւ անշարժ կամ շարժական գույք ձեռք բերելը, սովորական մարդիկ ինչպես կարող են իրենց կյանքը պլանավորել։ Երկրների համար տնտեսական շահը, որը կարող է բերել փոխկապակցվածությունը։ Հիմա ի թիվս այս բոլոր հնարավոր նշածս կամ չնշած արդյունքների խաղաղությունը հնարավորություն է տալիս եւ Հայաստանի իդեպ, ես կարծում եմ, եւ Ադրբեջանի համար էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը։ Սա մեծ հաշվով կրկին դասագրքային բան է, որ որևէ կոնֆլիկտ, որևէ հանգամանտություն պարարթող է ստեղծում երրորդ երկրների կամ աշխարհական կենտրոնների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, չգիտեմ, լծակներ ձեռք բերել կամ ուժեղացնել իրենց լծակները հակամարտության կողմերի վրա եւ այլն եւ այլն։ Հիմա խաղաղությունը ի թիվս մնացած բաների հնարավորություն է տալու եւ Հայաստանին եւ Ադրբեջանին ուժեղացնել, ամրապնդել իրենց ինքնիշխանությունը։ Այս հարցը նաեւ մի այլ շերտ ունի, դուք ձեր հարցի մեջ առնվազն ակնարկեցիք։ Աշխարհի վրա չկան եւ թերևս կարող եմ ասել երբեք չեն եղել երևի պետություններ, որոնք բացարձակ անկախ են։ Չկա այդպիսի բան։ Բոլոր երկրները ինչ որ բանով որևէ կախվածություն ունեն որևէ այլ երկրի հետ։ Եվ սա պետք չի բացասական իմաստով ընկալել։ Այս փոխկախվածությունը եւ փոխկապակցվածությունը ընդհանուր միջև ամենատարրական որևէ զանազան ռեսուրսների մատակարարումը միմյանց երկրների հասարակությունների զարգացման ձեր մեխանիզմներից մեկն է։ Հիմա անշուշտ մենք ես ասlen ասեցի քաղաքական իմաստով եւ ռազմաքաղաքական իմաստով, ռազմավարական ստրատեգիական իմաստով մենք կարողանալու ենք եւ արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից իհարկե այս բազմաթիվ փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները մեկը կարող է անվանել
թեև ես խիստ վերապահումով կմոտենայի այդպիսի գնահատական, մեկը կարող է անվանել ճիշտ հակառակ ինքնիշխանության պակաս, ես կարծում եմ, որ բոլորովին ոչ, որտեղ մենք երբ որ խոսում ենք անկախություն եւ ինքնիշխանությունից, մենք նույնիսկ այլ հարթություն այնուամենայնիվ նկատի ունենք։ Երբ համաշխարհային մակարդակով խոսվում է փոխկապակցությունների մասին, դա կարծես զուգահեռ է գնում նաև գլոբալ առճակատումների հետ։ Ամեն դեպքում բևեռները ձևավորվում են, վերաձևավորվում են, վերաիմաստավորվում են, բայց այդ ողջ ընթացքում Հայաստանը փորձում է այդ փոխկապվածության գործընթացի մեջ ներգրավել բոլոր հնարավոր բևեռների հետ, կարծես թե մենք ունենք ռազմավարական համագործակցության առնվազն սկսված գործընթաց եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, լավ հարաբերություններ Իրանի հետ, Ռուսաստանի հետ փորձում ենք պահպանել մեր հարաբերությունները, կշարունակեք երկրները։ Ինչպես է դա հնարավոր պահպանել այս առճակատումների շրջանում, առճակատումներից անդին հարաբերություններ պահպանել բոլորի հետ։ Շատ հետաքրքիր է հարցը, իրականում մենք վաղուց արդեն հռչակել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, այդպիսի քաղաքականություն վարելու մեր կառավարության ուրեմն որոշումը եւ իսկապես կան գնահատականներ եւ մեկնաբանություններ, որ աշխարհակաղակական շահերի էս երբեմն թեժ, երբեմն ավելի пассив բախման կամ սրման ամենայն դեպս շրջանում մեզ հաջողվում է հավասարակշռությունը պահել։ Այո, մենք ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, այդ մասին խոսում ենք, այսինքն ռազմավարական երկխոսություն ունենք եւ արդեն ուզում ենք բարձրացնել գործընկերության մակարդակի Միացյալ Թագավորության հետ, ես այսպես փորձում եմ քարտեզով արևմուտքից գալ մի շարք եվրոպական միության անդամների հետ էականորեն նշանակալի կերպով խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպական միության հետ, խոսվել են մասին, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիները այլ հավակնություններ ունեն, եվրոպական միության անդամ լինելու հավակնություն ունեն, այդպեսին է տեսնում իրենց երկիրը։ Մենք մեր գործընկերություն ենք Ռուսաստանի Դաշնության հետ, բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին, երևի սա ամենառազմավարական մոտեցումն է բոլոր ռազմավարականների մեջ, ինչպիսի մենք կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին, 4 հարևանից Վրաստանի եւ Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել, Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած ուրեմն բաղադրիչներով աշխատել կամ ավելի դետալիզացնել, Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն եւ ես շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար ուրեմն արդյունքներ գրանցել շոշափելի Եվ այսպես թվարկելով գնանք կենտրոնական Ասիա, մինչև Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հռչակեցինք եւ երկրների ղեկավարները ստորագրեցին ընդամենը 2-3 ամիս առաջ։ Հիմա ինչ վերաբերում է փոխկապակցվածության ուրեմն պրոյեկցիային կամ այս կոնտեքստում մեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխկապակցվածությանը Գիտեք, երկար ժամանակ շրջանառվում էին վարկածներ եւ սա մեր մտահոգությունն էր նաեւ եւ երկար ժամանակ չէր հաջողվում գալ համաձայնության նաեւ այս պատճառով ուրեմն շրջանառվում էին վարկածներ, նշվում էին կոնկրետ երկրների անուններ, որոնք ենթադրաբար կամ որևէ մեկի պահանջով կամ որևէ մեկի պատկերացումով պետք է ներկայություն ունենային ուրեմն օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերագործարկվող երկաթուղու երկայնքով Սա մեզ համար անընդունելի էր, սա մեզ համար այսօր էլ անընդունելի է, ու այսօր այդքան էական չի, որովհետև մենք արդեն պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ եւ ստորագրել են երկրների ղեկավարները սկզբունքները, որոնց շուրջ այդ ապաշրջափակումը տեղի կունենա եւ նաեւ որպես վկա կա այդ ամեն ինչի տակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը երևի հարմար առիթ է նորից հնչեցնեմ այդ սկզբունքները, քանի որ մտահոգություններին անդրադարձանք Ուրեմն վստահ եմ այս լսարանը գոնե շատ լավ տիրապետում է թեմային, բայց երևի կրկին իմաստ կա։ Այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը երկրների եւ երկրների իրավազորությունը ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Հիմա երբ որ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, երկրների իրավազորությունը
ամրագրված է եւ դրա տակ կան երկրների ղեկավարների ստորագրություններ, երրորդ երկրների կողմից որևէ գործառույթ անելու օրինակ վերահսկողություն ունենալու երկաթու կամ այլ ենթակառուցվածքի նկատմամբ այդ թեման սպառվում է արդեն, բայց այո, կային փորձեր, այո, դա եւ օդում եւ սեղանի շուրջ հնչեցվող վարկածներից մեկն էր, այնպես որ այդ ձեր հարցի մեջ եղած նաեւ մտահոգությունը կամ մտահոգության պատմությունը լեգիտիմ է, այս պայծրությամբ առնվազն այդ կտորով փարատված է, որևէ մտահոգություն չկա, բայց իհարկե, այո, թերևս այսքան խոսելուց հետո պետք է համաձայնեմ ձեր հենց սկզբից հնչեցրած բարձրաձայնած գնահատականին, մեզ հաջողվում է պահել այս հավասարակշռությունը, որից վստահ եմ մեր երկիրը եւ հարևանները շահելու են։ Պարոն նախարար, ես իհարկե էլի կուզեի